Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, այսօր որոշեցի ձեզ բավական հետաքրքրին աշխատում ենք, այսպես խառնելով կընտրեմ պոզիցիաներ, ոչ մի հարց չեք ուղի, ընդամենը ես կկարդամ ձեր մտքերը, ինչի մասին եք մտածում և արդյոք դուք ճիշտ ուղու վրա եք, սա շատ կարևոր է, որպեսզի դուք բոլորդ հասկանաք, անցնենք առաջ, կընտրենք ուրեմն 3 պոզիցիա, այսպես կդնեմ, ուզում եմ այնպես դնել, որպեսզի ձեզ մի փոքր հարմար լինի, սա կլինի առաջի պոզիցիան, ովքեր կընտրեն, այնինչ դուք ներկա պահին կմտածեք նայելով այս քարտին, ընտրելով առաջի պոզիցիան և արդյոք ճիշտ ուղու վրա եք, հաջորդը, ովքեր հիմա դիտում են ինձ, այնինչ դուք մտածում եք, արդյոք ճիշտ ուղու վրա եք, ընդամենը նայում եք, հարց չեք ուղում, մի փոքր այս կողմ բերենք, երևում է ձեզ, այո, այսպես և երրորդը, երկու քարտ դուրս եկավ, ոչինչ, ուս եկեք մի հատ էլ ավելացնենք, եթե այսպես է լինում, նայում եք այստեղ, ոչ մի հարց չեք ուղում, ես կարդում եմ ձեր մտքերը և տեսնենք արդյոք ճիշտ ուղու վրա եք։ Նայեք այստեղ գրակին, ոչ մի բանի մասին մի մտածեք, ընտրեք այս 3 պոզիցիաներից մեկը ինտուիտիվ, նայելով, հենց առաջին կնկատեմ, այսպես, մոտիկ դնենք, այսպես, առաջի, երկրորդ, երրորդ, նայում եք միայն առանց հարց ուղղելու, և ես ձեր էներգիան վերցնում աշխատում եմ, եթե ընտրեցիք, ովքեր ընտրել են առաջի պոզիցիան, եկեք տեսնենք ինչի մասին եք մտածում, առաջի քարտն է և երկրորդ քարտը, արդյոք դուք ճիշտ ուղու վրա եք։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ձեր մտքերում ներկա պահին կա քաոս, խառն է բավականին, ներկա պահին այդ ինչի մասին եք մտածում, ներքին ինչ-որ պայքար կա ձեզ մոտ, կամ միգուցե դուք ինչ-որ բան եք ուզում ինչ-որ մեկին ապացուցել, կամ ձեր շրջապատին, չգիտեմ, սա ինչի մասին է խոսում, ուղեղային գրոհի, գրազների, ինչ-որ վիճակ կա, երբ դու չես կարողանում կողմնորոշվել բազմաթիվ միգուցե տարբերակների միջև, իսկ սա նոր սկզբի մասին է խոսում, երկրորդ քարտը, արդյոք դուք ճիշտ ուղու վրա եք, ես կարող եմ ասել այո, ինչու, որովհետև էջի գավաթը շատ լավ քարտ է, հուշում է, որ դուք պետք է լսեք ձեր ինտուիցիային, այլ ոչ թե տրվեք ինչ-որ կոնֆլիկտներին, սա հուզական վերածննդի և նոր, թեթև առաջարկների ուղու մասին է խոսում, շատ լավ քարտ է, եթե ես իրեն տամ որպես արդյունք, ես կարող եմ ասել, որ այս պայքարը թողնեք, անցնեք դեպի անկեղծություն մարդկանց հետ, որովհետև մարդիկ դա կարող են նկատել, հենց այնպես չի, որ ինչ-որ հարց ձեզ տանջում է, կոնֆլիկտի մեջ եք, պայքարի մեջ եք, այստեղ ուղին ճիշտ է, բայց պետք է դուք պատրաստ լինեք սովորել և լինել բաց նոր ինչ-որ զգացմունքների համար, կարծում եմ հասկացաք, եթե ձեզ համընկավ, շնորհավորում եմ, որովհետև շատերի մոտ այո կարող է համընկնել, ովքեր ընտրել են երկրորդ պոզիցիան, շատ հետաքրքիր քարտ է, ինչ եք դուք մտածում և արդյոք դուք ճիշտ ուղու վրա եք, այստեղ շատ հետաքրքիր քարտ է, գավաթի ուրեմն տղամարդն է, թագավորը, ինչի մասին դուք կարող եք ներկա պահին մտածել, դե բնական է, ինքը գավաթը զգացմունքների, սիրո հետ կապ ունի, հավասարակշռության,
Միգուցե ձեր մտքերը կարող են լինել հասուն, դուք կարող եք տիրապետել ձեր էմոցիաներին եւ ցանկանում եք ստեղծել միգուցե ինչ-որ ներդաշնակ միջավայր ձեր շուրջը։ Հա, այստեղ միգուցե ներկապահին ձեր ձեռքում ինչ-որ բան կա, սուրճ կարող է լինել, ինչ-որ բան կարող եք խմել նստած։ Մտքերը սիրո կողմն է դեպի կամ ինչ-որ մեկից խորհուրդ հարցնելը։ Իսկ տեսնենք արդյոք ճիշտ ուղու վրա եք դուք երեքն է այստեղ դուրս եկել գավաթը, ինչի մասին կարող է խոսել միանշանակ այո։ Այսինքն, որովհետև այստեղ ամեն ինչ կարող է լինել անհոգ, թեթև, ուրախության հետ կապ ունի եւ արդյունքում տոների հետ, համախոհների աջակցության հետ։ Դուք կարող եք գտնվել այստեղ մի փուլում, որտեղ հնարավոր է ներքին հանգստությունը ձեր բերի ձեզ արտաքին հաջողություն եւ հաճելի շփումների։ Ես կարող եմ ասել, որ սա այս քարտի հետ շատ համահուն չէ, ներդաշնակ եւ այստեղ լավ պոզիցիա է, շնորհավորում եմ ձեզ, որովհետեւ ձեր մտքերը եւ ուղին այստեղ այո, լիովին համընկնում են իրար։ Շնորհավորում եմ, ովքեր ընտրեցին երկրորդ պոզիցիան եւ երրորդ պոզիցիան շատ հետաքրքիր է։ Ինչի մասին եք դուք մտածում։ Ներկապահին կարդում եմ ձեր մտքերը։ Սա 9-ի պենտակլյումն է, շատ լավ քարտ է։ Միգուցե ձեր հարմարավետության, ռեսուրսների մասին, անկախության մասին, դուք կարող ա միգուցե զգում եք ձեզ ինքնաբավ, գնահատում եք ձեր ձեռքբերումները եւ չեք ցանկանում կախված լինել որևիցե մեկից, դա էլ է հնարավոր։ Հա, այնտեղ որտեղ որ դուք ապրում եք, բավականին հարմարավետ եք ձեզ զգում, բայց այն ինչ դուք ինչի մասին նաեւ կարող եք մտածել, չմոռանանք այստեղ նկարները նաեւ կարող են տարբեր լինել, միգուցե ձեր գլխում ինչ որ մեկը կա, ով բավականին հասուն է ձեզանից, ով միգուցե ձեզ կարող է ճիշտ կամ դրել է ճիշտ ուղղության վրա, դուք նրան լսել եք, տեսնում եք, կամ լսում եք այսպիսի մարդուն, ով իմաստուն կարող է լինել։ Տեսնում ենք երկրորդ քարտը եւ երրորդ, այստեղ էջի սուրն է եւ 6-ի շատ հետաքրքիր քարտեր են տեսնում ենք, այսինքն ինչի մասին այստեղ կարող է խոսել էջի սուրը, որպես դուք ճիշտ ուղու վրա եք արդյոք, թե ոչ։ Էջի սուրը ընդհանրապես այստեղ կարող է ասել մի քիչ խնդիր է բերում, հա, սուր գործողությունների կտրուկ հստակության հետ կարող է կապված լինի, կտրելու, հեռացնելու եւ հինը ընդունելու սթափ որոշման հետ կապված, ովքեր ընտրել են այս տարբերակը վերջի, միգուցե ստե ինչ որ մեկի ուսուցչի կամ միգուցե դուք ունեք այստեղ կախվածություն ինչ որ մեկի խոսքից, ինչ որ մեկը կարող է ազդել ձեր վրա եւ այլն։ Եվ այստեղ գալիս է այնպիսի մի իրավիճակ, որ սուրի էջը, ներողություն, տուզը, այստեղ ինչ որ կտրուկ պարզության մասին է խոսում, միգուցե պարզաբանման, որ դուք ձեր ուղու հետ կապված պետք է կատարեք հստակ կամ կտրեք, հեռացնեք հինը եւ ընդունեք սթափ որոշում։ Հինը դա հենց ինքը 6-ի պենտակլյումն է, ներողություն, գավաթն է։ Այսինքն սա հակառակն է, հա, այլ քաշում է դեպի անցյալ հիշողություններ եւ նոստալգիա։ Ճիշտ ուղին այստեղ հարցը նա է, որ սուրերի տուզը նոր տրամաբանական սկիզբ կարող է լինել անսպասելի ձեր համար, սակայն 6-ի գավաթը այստեղ հուշում է, որ ձեր անցյալի հանդեպ կապվածությունը կարող է դանդաղանալ։ Եվ այստեղ ճիշտ ուղու վրա կլինի միայն այն դեպքում, եթե դուք կարողանաք ձեր անցյալի փորձը, այսինքն 6-ի գավաթը, օգտագործել որպես հիմք նոր ու հստակ որոշում կայացնելու համար։ Դա նոր ու հստակը դա հենց ինքը տուզ միջեին է, այլ ոչ թե դա մնա հետագայում ձեր հիշողությունների մեջ։
Գրեք եւ թողեք ինձ մեկնաբանություն, ինչքանով համընկավ իմ կանխատեսումները, ովքեր ընտրել էին առաջի պոզիցիա, ինչ եք մտածում, երկրորդ պոզիցիա եւ ճիշտ ուղու վրա եք եւ երրորդ պոզիցիա։ Այսքանը լավ եղեք։